Ողջույն հարգելի հետևորդներ, աշխարհում եռում է ամեն ինչ, քաղաքական, գեոքաղաքական իրավիճակը քանի գնում սրվում է, այսօր այդ մասին կխոսենք դիվանագետ, ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ պարոն Արա Պապյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, տարածաշրջանում իրադրությունը էսկալացիայի է ընթարկում, անընդհատ լարվում է, դրա մասին է խոսում նաև այն վերջին տասնօրյակում երկու չափազանց կարևոր այց մեզ համար, նախ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախորոք հայտարարված այցով ժամանեց Հայաստան երկու օրով, ընդամենը մի քանի օր հետո Ժան-Նոել Բարոն, Ֆրանսիայի արտգործնախարարը նույնպես այցելեց, եթե Սերգեյ Լավրովի այցելությունը նշանավորվեց անհայտ զինվորի ուրեմն անմար կրակի մոտ ծաղկեպսակ զետեղելով, ապա Բարոյի այցելությունը նշանավորվեց ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ ծաղկեպսակ զետեղելով։ Դիվանագիտության, քաղաքականության, տարածաշրջանային քաղաքականության մեջ, այսպես ասենք, պատահականություններ չեն լինում։ Ինչպես կմեկնաբանեք այս հարցը։ Եվ սրա հետ կապված նաև երկրորդ հարցը կհնչեցնեմ, նախ դուք սա ներկայացրեք։ Հայաստանի պետական արարողակարգը պահանջում է այցելություն ծիծեռնակաբերդ։ Դա արարողակարգ է։ Տարբեր երկրներ ունեն իրենց արարողակարգը։ Օրինակ Ադրբեջանում այսպես շահիդների գերեզմանն են այցելում, շահիդներ են, հանցագործներն են, ովքեր սպանվել էին 90 թվականի հունվարին, գերեզմանը այդպես առաջացավ, երբ որ սովետական զորքերը մտան Բաքու փրկելու կոտորվող հայերին։ Առաջի զորը այդտեղ թաղվեցին, հետո էլ արդեն, այսպես ասած, դարձավ իրենց զոհերի հիշատակի տեղը։ Հայաստանի արարողակարգը միանշանակ օրենքով այդպես է ամրագրված այցելություն եւ պսակի դնելու արարողություն մեծ եղեռնի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պուտինը չայցելելով այդտեղ խախտել է արարողակարգը, բայց այստեղ կա քաղաքական ուղերձ նաև։ Լավրովը թե Պուտինը։ Կներեք, դե նույն բանն է։ Դե Պուտինը արարողակարգից դուրս Մեծ Ալիևի գերեզմանն էլ է գնում։ Այո, հա, եւ ծունկի են բերում եւ այլն, այսինքն հենց այդ ձեր ասած հենց հակադրությունը սա հստակ ցույց է տալիս, դա քաղաքականության դրսևորում է։ Ամեն պարագային, ուրեմն չայցելել մեծ եղեռնի զոհերի հիշատակին նշանակում է քաղաքական ուղերձ հայերին, քաղաքական ուղերձ Թուրքիային, որ իրենց համար այլևս դա երկրորդական հարց է, անկախ նրանից իրենք ճանաչել են ցեղասպանություն կամ գոնե դուման ճանաչել է թե ոչ։ Մյուսը նա էր, որ այցելելով հասկանալ չէ ինչու անհայտ զինվորի, ասենք հուշարձանին դնելով մեծ հաղթանակի 80-ամյակներ, բայց ինչ կապ ունի այցը մեծ հաղթանակի 80-ամյակի հետ։ Դե հիմա նույն հաջողությամբ դա կարելի է միշտել 79-ամյակին էլ այցել է, 81-ին էլ եւ այլն։ 81-ին էլ։ Հա, այսինքն չէ, այդ օրը չէր եւ մեզ մոտ արարողություն չկար։ Նա չէր եկել Հայաստան, ասած մեծ հաղթանակի 80-ամյակը տոնելու։ Նա եկել էր, դա երկկողմ այց էր։ Չէ, հարցը հետեւյալն է, որ շեշտադրում է կատարում սովետական անցյալի վրա, դա ուզում է ներկայացվել որպես համատեղ ինչ որ անցյալ համատեղ պայքար եւ դուք որպես սովետական միության մաս։ Բայց այստեղ կարևորը շատ ավելի կարծում եմ մի քանի այլ արտահայտություններ, որ Լավրովը իրեն թույլ տվեց, մասնավորապես երբ որ հայտարարեց, որ Ֆրանսիան մեր թշնամին է, թշնամի երկիր է, երբ որ խոսքը գնում էր զենքի գնումների մասին, եւ ես կարծում եմ, որ հենց մեր թե իրենց։ Դե հենց հարցը այնք ասած մեր, որ նշանակում է, արդեն իրենք իրավունք են իրենց վերապահում, որոշելու, թե ով է մեր թշնամին, այսինքն իրենց թշնամին նույնականացնելու, որ մեր է, այսինքն եթե Ֆրանսիան մեր, այսինքն Ռուսաստանի թշնամին է, ուրեմն ձեր թշնամին է։ Շատ տարօրինակ է, չէ՞, երբ որ մենք խոսում ենք Ադրբեջանի մասին եւ ասում ենք կարծիքով տարօրինակ իրենց թե մեր տեսակետով իրենց ստեղծել նորմալ։ Օրինաչափ է։ Իրենք համարում են, որ ճիշտ են արել, լավ են արել, որ իրենց դաշնակցի թշնամուն զենք են ծախել։ Այդպես էլ ասում են, չէ, ասում են ձեզ էլ ենք տվել, բայց ինքը չի շեշտում այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։ Հայաստանը տասնամյակներ շարունակ մակում քվեարկել է Ռուսաստանի բոլոր բանաձևերի օգտին, հաճախ մեկուսանալով մի 7-8-10 երկրի մեջ։
Ադրբեջանը չի արել դա։ Այդ պատճառով Հայաստանը հաճախ հայտնվել է կամ պատժամիջոցների տակ, կամ զրկվել է տարբեր աջակցություններից։ Կամ էլ պատժամիջոցների սպառնալիքի տակ։ Կամ սպառնալիքի տակ։ Մենք $100 միլիոն դոլարներ են կորցրել։ Օրինակ այդ Millennium Challenge-ը, որ $250 միլիոն տարեկան ամերիկան փող էր տալի, պատճառներից մեկը հենց դա էր, որ մենք անընդհատ ռուսական, այսպես ասած, շահն ենք առաջ մղում։ Եվ լիքը այլ ծրագրեր կա, որի մասին հաճախ չենք էլ իմանում։ Հասկանում եք, օրինակի համար ես տարբեր դասընթացների ժամանակին գնացել եմ սովորելու, որը եւս կարևոր է, որը ասենք 80% կամ 100% ֆինանսավորվել է արևմուտքի կողմից, հիմա այդ ամբողջը հանել են հենց նման դիրքորոշումների պատճառով։ Այսինքն դա չի գնահատում Ռուսաստանը եւ ստացվում է, որ իրենց համար թշնամի կամ դաշնակից նույնն են։ Դե դեպքում հարց առաջանում, ինչու պիտի մենք լինենք դաշնակից եւ տուժենք։ Օրինակ մենք միակ երկիրն ենք, որ զորք ուղարկեցինք Սիրիա Ռուսաստանի կողքի կռվելու արևմուտքի շահերի դեմ։ Եթե 80 թվականին մենք անկախ լինեինք, համոզված եղեք Աֆղանստանել էինք զորք ուղարկել։ Գուցե շատ հավանական է այդ ձևը, դե իրանք հիմա այդ նույնն է, մենք այս ձևական անկախությունը հիմա ունենք, իրանք համար տարօրինակ է, որ Հայաստանը կարող է մի բան անի, անգամ անհրաժեշտությունից դրդված, օրինակ Ֆրանսիայից զենք առնել, դա անհրաժեշտություն է, չէ՞։ Մենք գիտենք, որ $400-ից $600 միլիոն ըստ տարբեր հայտարարությունների մենք փող ունենք արդեն քանի տարի է փոխանցած Ռուսաստանը, որ Ռուսաստանը մեզ զենք տա չի տալիս։ Հիմա մենք ստիպված, այդ փողն էլ է դեռ չտալի, էլի փող ենք ինչ որ հայթայթում, ուզում ենք ոչ ուրիշ երկրից առնենք, սրա վրա էլ մունաթ են գալիս, ասում են Ֆրանսիան մեր բանն է, մեր թշնամի երկիրն է, ինչ ենք Ֆրանսիայից առնում, բաումից առնենք, կամ ինչու չպետք է առնենք, երբ որ դուք ձեր դաշնակցային պարտավորությունները չեք կատարում։ Բայց նայեք, դուք եք ասում, ինչու պիտի չառնենք, բաումից առնենք, դուք ով եք, որ մեզ ասեք։ Իսկ նրա կողքը կանգնած մեկը կար, արտգործնախարար Միրզոյան, Այո, որ ձայն չհանեց։ որովհետև նրանք թևակողել են, քաղաքացիական պայմանով թևակողել է արդեն ընտրական փուլ, նախընտրական պայքար է գնում։ Իրենք հասկացան, որ այն խաբեությունը, որ իրենք անում էին արևմուտքին անդադ ներկանալով իբր արևմտամետ, այլևս չի անցնում, շատ լավ հասկացել են, որովհետև արդյունքից են գնահատում, ոչ թե հայտարարությունից, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արևմտամետ չէ, որովհետև երբ որ քայլերն ես նայում, դա ռուսական, պրոռուսական, հակարևմտամետ է, մասնավորապես, որ հեռուստատ ալիքն է փակել Նիկոլ Փաշինյանը, CNN-ն է փակել, ում հետ է իր իշխանության օրոք առևտրի շրջանառությունը մեծացել եւ փոքրացել արևմուտքի հետ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Շատերը մոռանում են, որ երկար տարիներ, այսպես կոչված այդ ռուսամետ իշխանությունների ժամանակ իսկապես ռուսամետ էին։ Մեր թիվ 1 գործընկերը առևտրային Ռուսաստանը չէր, Եվրոմիությունն էր։ Այդ ո՞նց եղավ։ Ռուսամետների ժամանակ առևտուրը կամ տնտեսական արևմուտքի հետ շատ ավել էր, քան այս արևմտամետի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ նայում ես, ուրեմն ինքը արևմտամետ չէ բնավ, որտեղ այդ հարցազրույցները մի կողմ։ Հետևաբար այլևս ինքը չի կարող ապավինել արևմուտքի թեկուզ է բարոյական, ինֆորմատիվ, դիվանագիտական աջակցության, իրենք ուզում են ասած վերադառնան ռուսական գիրկը եւ ռուսական աջակցություն ստանալ։ Հատկապես երբ որ Ռուսաստանը մեծ միջոցներ է հատկացրել եւ Կիրիենկոին էլ նշանակել է, այսպես ասած Հայաստանի հարցերի կուրատոր, որը հաջորդ տարի ընտրությունը, եթե ոչ ավելի վաղ, ընտրությունները պիտի այստեղ կարգավորի։ Վտանգված են տեսնում սեփական աթոռը, դրա համար էլ փորձում են գցնել ռուսներին։ Վերջնականապես դրա մեծ վկայությունն է նաեւ Արարատ Միրզոյանի արտահայտությունը, որ մենք երբեք էլ Եվրոպա դեպի ուղղվածություն չենք ունեցել, մենք չենք էլ դիմել, չենք էլ մտածում դառնալ եվրոպական ընտանիքի անդամ։ Մենք հիմնականում ծանրացանք Լավրովի այցի վրա, իսկ Բարոյի այցը, այդ նայեք, մի քանի օր ընդամենը, նույնիսկ մեկ շաբաթ չթևակողած, բարոն միանգամից նախապես չպայմանավորված, չհայտարարված այցով գալիս է Հայաստան եւ այս ֆոնի վրա նաեւ ակտիվանում է Իրանը, որ Իրանի փոխարտգործնախագահ Սայեդ Ղաթիբզադեն տարածաշրջանային ինչ որ հանդիպումներից հետո մի հայտարարություն է անում շատ զարմանալի եւ
նույնիսկ սենսացիոն հայտարարություն, որ ինքը այդ հանդիպման ժամանակ միտումնավոր բարձրացրել է միջանցքի հարցը եւ ցանկացել է, որ Հայաստանի ներկայացուցիչների բերանից լսի, որ միջանցք չի լինելու, եւս մեկ անգամ հայտարարելով, որ Իրանը բոլոր դեպքերում դեմ է ցանկացած, ինչպես ասում էր, ռազմալանդշաֆտային փոփոխության, գեոքաղաքական որևէ փոփոխության Իրանը դեմ է եւ դա կարմիր գիծ է։ Նայեք, երկու արտգործնախարար, մի փոխարտգործնախարար Հայաստանի վրա սևեռված։ Ես կարծում եմ, որ Ֆրանսիայի արտգործնախարարի այցը հենց պայմանավորված էր հակաֆրանսիական հայտարարությամբ, որ արվեց Երևանում Լավրովի կողմից։ Լինի այն, որ Ֆրանսիան թշնամի է, ես վստահ եմ փակ խոսակցությունների ժամանակ ավելի կոշտ խոսակցություն է եղել, զենք չգնել, զենք չստանալ Ֆրանսիայից եւ այլն։ Ֆրանսիացիք այդ տեղեկությունը ստացել են, բնականաբար եկել են եւ բացահայտ հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարարը, որ մենք պատրաստ ենք ռազմական աջակցություն ցուցաբերել եւ այլն։ Երբևէ այսքան բաց դա չի եղել, որտեղ այո, Հայաստանի ինքնիշխանության պահպանումը եւ անվտանգությունը բխում է արևմուտքի շահերից։ Բխում է նաեւ Իրանի շահերից։ Այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ է։ Գիտեք, երկրները կարող են ինչ հարցերում հակասություններ ունենալ, մասնավորապես Եվրոպան եւ Իրանը վստահաբար ունեն որոշ հարցերի շուրջ, բայց դա չի բացառում, որ որոշ այլ հարցերում կարող են ընդհանուր շահեր ունենալ։ Եվ հիմա Հայաստանի հարցով այդպես է։ Եվ մենք գալիս ենք այն վիճակի, որ հաճախ ասել են, երբ որ հարց են տալի, իսկ ինչի օրինակ, հա դե լավ, Նիկոլը սա է ասում կամ չի ասում, իսկ ինչի արևմուտքը չի անում։ Հենց այն պատճառով, որ շատ դժվար է, երբ որ իշխանությունը մի բան է հայտարարում, դու անես դրա հակառակը, այսինքն ստացվում է պարտադրում ես եւ Իրանի փոխարտգործնախարարն ինձ ասածը սա է, թող Հայաստանը ինքը հայտարարի պաշտոնապես, որ դեմ է միջանցքին, ոնց ասած մենք մեր մասով կանենք եւ նույնն էլ վերաբերում է արևմուտքին, բոլորը սպասում են, շատ կարևոր է, երբ որ տեսեք Նիկոլ Փաշինյանը առանց որևէ նախապայմանի, ավելին համաձայնվելով Ադրբեջանի բոլոր պայմաններին, խոսում է խաղաղության պայմանագրի մասին եւ ասում է, ես ամեն ինչ կանեմ, եթե անգամ հակասահմանադրական լինի, ես սահմանադրությունը կփոխեմ։ Պատկերացնում եք, որ մենակ ասած բավարարենք Ադրբեջանի ցանկությունները, այդ փաստաթուղթը ստորագրելու համար շատ դժվար կլինի մյուս երկրներին առաջ մղել եւ ոնց ասած նախապայմաններ դնել, թե Ֆրանսիայի արտգործնախարար բարոն հստակ ըստ էության խոսելով Արցախի հարցի մասին, գաղթականների մասին եւ այլն, դա որոշակի նախապայմաններ։ Հայաստանը չի դրում նախապայման, դա դրում է արևմուտքը։ Եվ այստեղ մենք մի վիճակի ենք, այն վիճակի ենք հասել, որ ցավալի է, բայց պիտի ընդունենք, որ Հայաստանի իշխանությունները շատ ավելի սպասարկում են հիմա Բաքվի շահերը, քան Հայաստանի։ Իսկ Ռուսաստանի Դե Ռուսաստանն ու Բաքվի շահերը այսօր նույնն են։ Այսօր Ռուսաստանը հարավային Կովկասում հիմնականում գործում է Բաքվի միջոցով։ Բաքուն այն գործիքն է, որով սպառնում է Հայաստանին։ Ինքը ի՞նչ է սպառնում։ Ինքը ասում է, տեսեք, ես որպես հապկ չեմ ճանաչում քո անգամ սովետական սահմանները, որ նշանակում է, որ եթե հերթական հարձակումը լինի, ին վրա հույս չդնես, մյուս կողմից էլ ինքը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը նաև զենք է շարունակում գնել Թուրքիայից եւ Իսրայելից, ու էլի կանգնացնում է մեզ վատի եւ ավելի վատի ընտրության առջեւ, ասում այո, իմ հետ լինելը վատ է, բայց առանց ինձ քեզ համար ավելի վատ է։ Ֆրանսիան եկել է ասել, որ գիտեք, ասում է կյանք գոյություն ունի նաև առանց Ռուսաստան։ Եկեք մտածենք նաև այդ տարբերակի մասին։ Այս այցելությունները քննարկեցինք, ինչքան խոսենք այդ այցելությունների մասին անդադ կարելի է խոսել, հիմա անցնենք ավելի գլոբալ աշխարհակաղակական իրավիճակների մասին, անցած հանգստյան օրերին եւ մինչ դա ուրբաթ օրվանից սկսած Ռուսաստանը աննախադեպ հրթիռա ԱԹՍ-ական հարվածներ հասցրեց Ուկրաինային, մոտ 600 ԱԹՍ եւ ավելի 600 եւ ավելի ԱԹՍ եւ մի քանի տասնյակ բալիստիկ հրթիռներ թափվեցին ուկրաինական քաղաքների վրա եւ այդ խաղաղ բնակչության վրա 20 զոհ, առնվազն 20 զոհ եւ 60-ից ավելի վիրավոր Ուկրաինայում մենք տեսանք Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին այդ մասին եւ Թրամփը այստեղ ինչպես ասում են
պայթեցրեց ամբողջ համացանցը եւ ամբողջ քաղաքական աշխարհը անվանելով Պուտինին խելագար, խելքը թրծրած։ Ես կուզենամ բառացիորեն կարդալ Թրամփի սոց հարթակներում գրառումը եւ խնդրեմ ձեր մեկնաբանությունը այս մասին եւ Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո հայտարարություն տարածեց Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որ Գերմանիան եւ հավաքական արևմուտքը նա խոսեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, մի փոքր էլ նաեւ ԱՄՆ-ի անունից, որ բոլոր սահմանափակումները, հեռահարության սահմանափակումները, արգելքները հանում են Ուկրաինայի վրայից, Ուկրաինային Գերմանիան մոտ ժամանակները շատ մոտ ժամանակներս կտրամադրի մինչև 500 կիլոմետր հեռահարության Տաուրուս, որ նույնն է թե ցուլ հրթիռները, որոնք գերճշգրիտ շվեդա-գերմանական հրթիռներ են։ Մենք գիտենք, որ իրոք կործանարար թևավոր հրթիռներ են օդից արձակվող։ Հիմա նայեք, Տրամփը ասում է. «Ես միշտ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել, նա բացարձակապես խելագարվել է։ Նա առանց անհրաժեշտության անիմաստ սպանում է շատ մարդկանց, եւ ես չեմ ասում միայն զինվորների մասին։ Հրթիռներն ու ԱԹՍ-ները հարվածում են Ուկրաինայի քաղաքներին, առանց որևէ պատճառի։ Ես միշտ ասում էի, որ նա ցանկանում է տիրանալ ամբողջ Ուկրաինային, ոչ թե նրա մի մասին, եւ դա ճշմարտությունն է։ Եթե դա այդպես է, ապա դա կբերի Ռուսաստանի անկմանը»։ Այնինչ դուք ձեր գործընկեր Վահե Գասպարյանը անդադ ասում էին ու շատ ավելի մարդիկ կան, չէ՞ որ ավելի ռուս են, քան ռուսները։ Այդ մարդիկ կան նաև ուկրաինացիների մեջ, ցանկացած ազգի մեջ կան ու ասում էին՝ «Բա ուր է, խի չի քայքայվում, բա էս ինչ է, բա ԱՄՆ, բա խիա սենց, բա իրանց լեզվով եմ էլի, բախի սենց, բախին նենց»։ Բախի հիմա արդեն Թրամփը բացարձակ ուղիղ տեքստով հայտարարում է, որ Պուտինը խելագար է, խելագարվել է, խելքը թրծրել է, այսպես ասած, սպյատիլ։ Եվ դա կբերի Ռուսաստանի անկմանը եւ անմիջապես գրառումից հետո Թրամփը հայտարարում է, որ պատրաստում են նոր սահմռկեցուցիչ, այսպես կանվանեմ, պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, որը կբերի Ռուսաստանի ամբողջ բանկային համակարգի փլուզմանն ու քայքայմանը, նոր ֆինանսական ուրեմն պատժամիջոցներ, SWIFT-ից ամբողջությամբ, ոչ մասնակի, ամբողջությամբ անջատում, դա արդեն բանկային համակարգի եւ տնտեսության ամբողջական քայքայումն է։ Սա նկատի ունենալով է Թրամփը ասում, որ կբերի Ռուսաստանի անկմանը։ Ինչ կարծիք եք, պարոն Պապյան։ Թրամփը բիզնեսմեն է եւ իր մտածողությունը այսպես էր, թե այդ ցանկացած քայլ ինչ օգուտ է բերում, իսկ օգուտ ինքը հասկանում է Թրամփը շատ ավելի ինչ որտեղ նյութականով։ Եվ ինքը մտածում էր, որ դիմացինը Պուտինը եւս այդ մտածողությունը կունենա, կհաշվարկի, որ ինքը ինչ որ առաջարկում է, զինադադար, հետո խաղաղություն, դա շատ Ռուսաստանի համար իսկապես շատ օգտակար էր։ Բայց Ռուսաստանի պահանջները եւ դա մենք տեսանք Ստամբուլում հնչեցվեց, իսկապես խելագարության աստիճանի պահանջներ էր, այսինքն ռուսներն ուզում էին ոչ միայն այն, ինչ այսօր վերահսկում են, այլ դեռ մի բան էլ ավել։ Իրենք ուզում էին վերահսկեին բացի տարածքներից, այսինքն 4 մարզ գումարած, 4 ամբողջական մարզ, այնինչ այսօր ինքը 4 մարզ ամբողջությամբ չեն գրավել, Ղրիմը անժամկետ պարտավորություն ՆԱՏՕ չմտնել, արևմուտքի հետ հարաբերություններ սամ եւ այլն, բանը։ Բնականաբար դա Ուկրաինայի համար ընդունելի չէր, բայց Ուկրաինան լավ հասկացավ, որ Պուտինը դա չի ընդունելու, դրա համար ասեցին լավ, գնանք բանակցություն ասած մեր վրա շարժանեն, որտեղ Թրամփի առաջ քաղաքական գիծը էր, եթե հիշում եք, Զելենսկուն էր ամեն հարցում մեղադրում, ասում էր այ դուք չեք ուզում խաղաղություն բան եք անում եւ այլն, եւ ուկրաինացիք հասկացան, որ իսկ ինչի դիմադրել, եթե կարելի ասել այո, միևնույնն է դա չի լինելու։ Եվ այդպես էլ հաշվարկը ճիշտ դուրս եկավ։ Այո, որ ոչի արժեք կունենա։ Հա, եթե երկու կողմերից մեկը չի համաձայնվում, թող այդ չհամաձայնվող կողմը լինի Ռուսաստանը։ Իսկ
Պուտինը չէր կարող դրան համաձայնել, որտեղ Պուտին խաղաղություն պետք չի։ Եթե ինքը խաղաղություն հաստատեց, ապա առնվազն մի տասնյակ Պրիգոժին կհայտնվի, որոնք կփորձեն տարբեր պատճառներով հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։ Բանակը ընդհանրապես վտանգավոր բան է։ Այն էլ ոնց որ ասած չբավարարված կատաղած բանակը, որը հետ պիտի գա իր զորահրամանատարներով, գումարած դրան հսկայական դժգոհություն կա այդ օլիգարխատի վերևները, որոնք միլիարդատեր մարդիկ են։ Հիմա պատկերացրեք, նայենք ռուսական այդ հարուստ վերնախավի, որը նաև պետության մեջ լուրջ դերակատարն դիրքից, այդ պատժամիջոցները ուղղված են նրանց դեմ, իրենց բիզնեսները շատ են տուժում, այդ SWIFT-ի, այսինքն ամբողջական փակումը բերելու է, որ այդ մարդկանց բիզնեսները լրջագույն խնդիրներ են ունենալու։ Այսօր մարդիկ հսկայական փողեր ունեն, միլիարդատեր մարդը, ոնց որ ասած են, ասենք ասма, գիտեք, ասма Ժնևի լճի ափին տուն ունեմ, դղյակ ունեմ, բայց ինչ օգուտ դրանից, եթե ես չեմ կարողանում Եվրոմիություն մտնել, հա։ Ես փող ունեմ շատ, բայց իմ քարտերը բոլորը սառեցված են, ես ռեստորանի աշիվ չեմ կարող։ Իմ փողով Ուկրաինայի համար զենք են առնում ասում։ Հա, դրա համար դժգոհությունը շատ է։ Ուրիշ բան, եթե օրինակի համար այն տարբերակ ինչ մտածել էր Պուտինը, հեշտ ու մտներ 3 օրում կամ մի շաբաթում կամ 2 շաբաթում գրավել Ուկրաինան, ռազմական օպերացիա անցկացնել, անցկացնել, հաղթանակալներ, շքերտելներ, երկ ուրախություն բանը, բայց այդ չեղավ։ Ավելին, հիմա մենք տեսնում ենք, որ անգամ Ամերիկայի այդ նախնական հայտարարությունը Տրամպի, որ օգնությունը սառեցնել, բան, թե իրականության մեջ դե ֆակտո օգնությունը գրեթե չի սառեցվել, բայց գոնե հայտարարությունն այդպիսին էր, Եվրոմիությունը հաստատական պնդեց, որ ինքը շարունակելու է, եւ Գերմանիային սա բերեց նրան, որ գերմանական ջինը սրվակից բաց թողեցին։ Այսօր Գերմանիան հայտարարում է, որ ինքը ունենալու է Եվրոպայի ամենահզոր բանակը, ամենամեծ բանակը եւ ինքը արդեն պայմանագրեր ունի ստորագրած Միացյալ Թագավորության հետ, Ֆրանսիայի հետ բանակցում են ատոմային զենքի, ատոմային հովանոցի տարածումը Գերմանիայի վրա, այսինքն Գերմանիան դառնում է Եվրոպայի, եթե առաջտնտեսական թիվ մեծ երկիրն է, թիվ 1-ը, շատ շուտով նա դառնում է ռազմական եւ այսօր պարտադիր չի ատոմային զենքով միայն գնահատել, այլ այսօր այնպիսի ճշգրիտ հարվածի հրթիռներ կան, բաներ կան, որ իրենց խոցելիությամբ շատ ավելի են, որտեղ ատոմային զենքը ամենտեղ չես օգտագործի, բայց այն հրթիռները, որոնք 500 կիլոմետր, 900 կիլոմետր գնում են եւ մի մետր ճշգրտության խփում են, արդեն մեծ զենքի, կարճ ասած, այս քաղաքականությունը Ռուսաստանի շահի տեսակետից շատ բացասական ազդեցություն ունեցավ, ռազմականապես Ռուսաստանը դեռ ինքը պարտվելու է ավելի աջակցելու, բայց այսօրվա վիճակով արդեն ՆԱՏՕ-ի հետ սահմանի կրկնապատկում ավելի քան կրկնապատկում իր արևմուտքում, Ռուսաստանի արևմուտքում հսկայական Ուկրաինայի նման երկիրը թշնամի երկրի ստեղծում եւ այսօր ուկրաինական բանակը առանց չափազանցության կարելի ասել աշխարհի հզորագույն 5 բանակներից մեկն է։ Իսկ ռազմական փորձով գուցե եւ առաջինն է։ Տեղական ռազմական արտոնաբերությունը Ուկրաինայում շատ հզորացել է։ Նայեք, Թրամփը ասում է, ես չեմ հասկանում ինչի է կոտորում մարդկանց, այդ թվում քաղաքացիական։ Պուտինը ուզում էր կոտրել ուկրաինացի ժողովրդի դիմադրողականությունը, ինչպես մեզ են կոտրել։ Ինչպես մեր իշխանությունը մեզ ազում կոտրած լինել, որ այլևս պետք չի կռիվանել, ուկրաինացի ժողովուրդը դեռ պատրաստ է կռվելու։ Մենք 30 տարի է այս ամբողջի մեջ ենք, Ուկրաինան դեռ մի 4 տարի է, որտեվ ըստ էության 2014-ին Ղրիմի գրավումը իրենց համար դա պատերազմ չէր, դա շոկ էր, բայց իրանք պատերազմի մեջ չմտան, պատերազմի մեջ են 4 տարի է։ Կարճ ասած, սա բերելու է Ռուսաստանի արդեն բերել ասես Ռուսաստանի տնտեսության քայքայման եւ ռազմական ուժի քայքայման։ Ռուսաստանին փրկում է միայն այն, որ արևմուտքը մասնարարապես Միացյալ Նահանգները չեն ուզում Ռուսաստանի տրոհումը, որովհետեւ ռուսական վերահսկելի քայքայում։ Այո, այսինքն Ադրբեջանը չանցնի Չինաստանին, Սիբիրն ու հեռավոր արևելքը, ինչպես ժամանակին Օսմանյան կայսրությունը հիվանդ մարդ էր եւ այդ Ռուսաստանը չէր ուզում, որ Օսմանյան կայսրությունը քայքայվի եւ քանդվի, որովհետեւ այդ հողերը չանցնեն բրիտանական կայսրությանը։ Եվ 19-րդ դարում, եթե հիշում եք, երբ որ
Եգիպտոսի կառավարիչը զորքով գնաց այն անցնում էր Ստամբուլ եւ քայքայվում էր Օսմանյան կայսրությունը, ռուսական զորքը եկավ օգնեց։ Եվ հակառակն էլ եղավ մյուս պարագային, երբ որ Բրիտանիան անընդհատ թույլ չէր տալի, որ ռուսները քանդեն Օսմանյան կայսրությունը, որտեղ ռուսներին չանցնի։ Այսինքն իրենց համար երկուսի համար էլ Օսմանյան կայսրությունը թշնամի էր, բայց չօգտվի իրենց հիմնական հակառակորդը։ Հիմա ով է թիվ 1 հակառակորդը Արևմուտքի Չինաստանը։ Դրա համար Ռուսաստանին պետքա վերահսկելի կամ քայքայել, իսկ ավելի լավ է չքայքայել։ Վերահսկողությունը տարածել ամբողջ երկրի վրա եւ կատարել իշխանափոխություն, որը կարծում եմ շուտով լինելու է, այսինքն մի երկու տարվա մեջ, բայց պատերազմը դեռ գնալու է։ Բայց նայեք, դուք նոր Չինաստանի մասին ասացիք, բայց ուկրաինական գլխավոր հետախուզական վարչությունը Պաշտպանության նախարարության փաստեր է հրապարակել, որ Չինաստանը շարունակում է զենքի եւ զինամթերքի մատակարարումը Ռուսաստանի գործարաններին, կոնկրետ արկերի, հրթիռների բաղկացուցիչ մասերի մատակարարումը, այնպես որ այստեղ դեռ շատ բախումներ պետք է լինեն ըստ իս, որովհետեւ եթե Չինաստանը խաղից դուրս չի գալիս, Պուտինին դեմ դժվար կլինի ինչ-որ քայլեր անել։ Չինաստանը բնավ շահագրգռված չի, որ Ռուսաստանի եւ Արևմուտքի մեջ լինի փոխըմբռնում, չեմ ասում սերտ հարաբերություններ։ Այն ինչ որ Թրամփի քաղաքականության հիմքն էր։ Ինչու էր Թրամփը աջակցում Պուտինին։ Ոչ թե այն պատճառով, որ ասում են, որ KGB-ն ժամանակին հավաքագրել է իրան, բան գուցե, բայց դա էական չի։ Նույնիսկ ազգանուն էին ասում, Կրասնով։ Հա, ինչ որ բաներ, չգիտեմ, դա դնենք մի կողմ։ Եթե անգամ այդ ձևը միևնույնն է, այսպես էր մտածում գոնե Թրամփը, որ պետքա փոկել Չինաստանից Ռուսաստանը եւ ոնց որ մեզովնով անել։ Հիմա որովհետեւ Չինաստանն էլ դա թույլ չտա, ինքը աջակցում է մատակարարում է Ռուսաստանը եւ ռուսական բանակ, որտեղ դրանով կախվածության մեջ է դնում եւ թույլ չի տալիս այդ լարվածությունը լինեն։ Ինչպես օրինակ ժամանակին Իրանի արտգործնախարար Զարիֆը հայտարարեց, որ Ռուսաստանը մեզ թույլ չի տալիս, որ մենք արևմուտքի հետ հարաբերություններ բարելավենք։ Ասում եմ մենք երբ որ գալի քանի անգամ եկի ասել ենք այն պահին, որ հեսա լեզու պիտի գտնենք, ռուսները ինչ-որ բանով խանգարել են։ Այդ քաղաքականությունն է իրականացվում, բայց միևնույնն է հիմնական թշնամին Ռուսաստանի մնում է Չինաստանը եւ դա բնական է։ Նայեք, ՍՍՀ տարիներին 90-ականներից Ուրալից մինչև Կամչատկա, Վլադիվոստոկ 30 միլիոն մարդ էր ապրում այնտեղ։ Հիմա 12 միլիոն է ապրում։ Այսինքն 75% Ռուսաստանի դատարկ է։ Չինացիք այնտեղ լցվում ու շատանում են։ Չինացիք ողի չեն շտապում։ Այն չի որ Չինաստանը գնալու է զորքով գրավ, ինքը դրա կարիք չունի։ 12 միլիոն ինչ է, Չինաստանի տարեկան աճը 30 միլիոն մարդ է։ Չինաստանի մի գյուղն է 10։ Հա 30 միլիոն տարեկան աճն է, միած sense իր մի տարվա աճը sense գցի Սիբիրների վրա եւ բաներ եկա, չէ։ Հայկականացված մի անեկդոտ կա, ասում դե ուզում եք որ 2050-ին մենք Ռուսաստանի հետ լինենք, Ռուսաստանի կազմում ենք, հային են արստալի, ասում չէ, ասում ինչի, ասում չինարենը դժվար սովորելիք լեզու է։ Բոլորը հասկանում են, որ Ռուսաստանի ապագան Չինաստանն է։ Չինաստանը Ուրալից արևելք Իրանով անում, Ռուսաստանը շանս չունի դա պահելու։ Ռուսաստանի միակ շանսը դա արևմուտքի հետ ոնց որ ասած սերտ հարաբերությունն է եւ արևմտյան ներդրումներ եւ խեղդելը արևմուտքի միջոցով։ Հա, արևմուտքի միջոցով այդ ներդրումներն ապահովել եւ այլն։ Եթե դա չես կարող անես, թեև Պուտինը փորձ արեց, հայտարարեց, ասաց, եթե դուք Ուկրաինայից եք ուզում այդ մեր ամբողջ Սիբիրը եկեք ձեզ մատաղ, հետի ձեզ տանք։ Թեև պատերազմը սկսել էին այն պատճառով, որ իբր թե արևմուտքը ուզում է հենց այդ օգտակար հանածուներին տեր դառնա, բայց Պուտինը ինքն էր պատրաստ դա տալու։ Ուղղակի հարցը հետեւյալն է։ Ռուսաստանը միևնույն է դա կորցնելու է։ Ուղղակի տարբերակը հետեւյալն է։ Ինքը ում է կորցնում եւ ինչ պայմաններում է կորցնում։ Պայմաններ, որ կարող է բերի Ռուսաստանի ռուս ժողովրդի բարեկեցության աճի, չգիտեմ, ժողովրդավարություն, այսինքն ինչ մոդել է ուզում իր ժողովրդի համար լինի եվրոպական երկիր, իսկ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանից արտագաղթը Չինաստան չի, Եվրոպա ու Արևմուտք է, եթե Չինաստանն այդքան լավ է, քանի ռուս օլիգարխ կարող եք նշել կամ
ռուս պաշտոնյայի երեխա, որ լքել է Ռուսաստանը, գնացել է Չինաստան ապրելու։ Հիմնականում Եվրոպայում ապրում եւ Միացյալ Նահանգներ են գնում նա։ Դա ցույց է տալի մարդկությունը դա է ասում։ Նույն ձևի Չինաստանից են գնում, չէ՞ արևմուտք եւ հակառակը չի, եթե բիզնեսը դնենք մի կողմ։ Ապրելու համար։ Ճապոնիա, եթե արևմուտք էլ չեն գնում։ Դե հա, չէ, այդքան ճապոնացիք իրենց երկիրը բան են պահում, փակ են պահում, այդքան Ստերիլ։ Դե իրենք հասկանում են, որ դա խնդիր է, թեև իրենք ունեն հսկայական խնդիրներ աշխատուժի հետ կապված։ Օրինակ հիմա անշարժ գույքի գները Ճապոնիայում կտրուկ անկում են ապրում, որովհետև բնակչության թիվը կրճատվում է, այսօրյան կարծեմ 120-130 միլիոն են, մի 50 տարվա մեջ դրա կեսն է մնալու։ Իսկ այդ շենքերի թիվը, այդ բնակարանների թիվը շարունակում է մնալ նույնը։ Դրա համար բնականաբար առաջարկը շատ ավելի մեծ է, քան պահանջարկը։ Կարճ ասած, աշխարհական առումով մեծ հեղաբեկումների շրջան ենք, ինչպես 1990-ականները Բալկանների համար էր վճռորոշ, հիմա այս 2020-ականներին Կովկասի եւ Միջին Արևելքի համար է դառնալու վճռորոշ։ Պարոն Պապյան, ինքս շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, շատ եմ շփվում, ասեմ ձեզ, ուկրաինացիները, ուկրաինացի ժողովուրդը, ուկրաինացի մարդիկ, այդ թվում եւ հայեր, որոնք Ուկրաինայում են ապրում, բացարձակ կոտրված չեն, բացարձակ կամազրկված չեն։ Թե ուկրաինացիները, Ուկրաինայի քաղաքացիները, որոնք Ուկրաինայի հայրենասեր քաղաքացիներն են, բացարձակ կոտրված չեն եւ բացարձակապես չեն պատրաստվում զիջել։ Եվ սրանից է նաեւ, որ Զելենսկին որևէ հետքայլ չի կարողանում անել, որովհետեւ ժողովուրդը հետևից նրան այո, ցանկացած ղեկավար, որը պատրաստ կլինի գնալ զիջումների, չհիմնավորված զիջումների, այսպես հանուն խաղաղության, իշխանությունը կտապալի ժողովուրդը, իսկույն նրա իշխանությունը կտապալի, որտեղ բայց Հայաստանում դա չի նկատվում։ Հիմա նայեք, դուք խելագարություն անվանեցիք Ռուսաստանի պատվիրակության պահանջները Ստամբուլում, ինչպես անվանել էլի, ըստ էության դրանից ելնելով է Պուտինին խելագար անվանում։ Տեսեք, ինչ է ըստ էության Ռուսաստանը պահանջում Ուկրաինայից։ Սահմանադրության փոփոխություն, զինված ուժերի աննախադեպ կրճատում, տարածքների զիջում, իր կողմից վերահսկվող իշխանություն եւ իշխանության ճյուղեր։ Ինչ է պահանջում Ադրբեջանը Փաշինյանի իշխանությունից։ Շատ ավելին, քան ձեր թվարկածը։ Դա գումարած շատ ավելին։ Չէ, նայեք, կետերը ինչ որ համընկալություն չեք նկատում Ադրբեջանի եւ Ռուսաստանի պահանջների մեջ։ Իհարկե կա, եւ դա հենց սա է հարցը, որ Ռուսաստանը ընկալում է, որը իրականություն այդպես չի, որ ինքը հաղթող կողմն է։ Սա է հարցը։ Եվ որպես հաղթող կողմ ինքը պահանջներ է դրում։ Ցավոք սրտի, Ադրբեջանը նույնն է։ Երբ որ մենք 94-ին շատ ավելի ջախջախիչ վիճակի հասցրեցինք Ադրբեջանի, մենք այսօր բանակ ունենք, 94-ից Ադրբեջանը ոչինչ չուներ։ Այն որ ասում են հայկական բանակը թույլեր, այո, թույլեր։ Բայց մեր դիմացը ոչինչ 94-ին կանգնած չեն եւ դրա մասին մենք մանրամասն խոսակցություն ենք ունեցել մեր գլխավոր զորահարանատար Նորատեր Գրիգորյանցի հետ, ինքը մանրամասն մեզ ներկայացրել է։ Այսինքն որտեղ ոմանք հիմա էլի սկսեցին բաներ ներկայացնել, որ գիտեք 94-ի գարնանը մենք թույլ էինք, սա չունենք, ճիշտ է։ Նորատն էլ ասաց, այդպես էր։ Բայց մեր դեմ ընդհանրապես ոչինչ չկար, այսինքն եւ խնդիրը ժամերի հարցեր լուծելու եւ թույլ չտալու, որ Ադրբեջանը վերահսկի Բաքվից դեպի արևմուտք այդ ճանապարհը։ Եվ լախի հանգույցը։ Այո, եւ լախի հանգույցը Քուրիապը եւ վերջացավ Ադրբեջան իր նավթով գազով խեղդվեց։ Բայց մենք մեր հաղթանակը կապիտալիզացիայի չենթարկեցինք։ Իսկ Ադրբեջանը Իսկ ինչու չենթարկեցինք։ Որովհետև ղեկավարությունը, այս Նիկոլյան ղեկավարությունն ծնողն է, իրանք մտածում էին, որ պետքա զիջումներով, փող զիջումներով ինչ որ մի խնդրի գալ։ Թուրքիա այդ փող զիջումով խնդիր չի լինում լուծել։ Թուրքիա այդ կարելի է միայն հստակ կոնկրետ։ Իրեն ինչ որ իրանք մեր նկատմամբ են։ Իսկ այն ժամանակ Թուրքիան ինչի չէր միջամտում։ Հիմա Թուրքիան դարձել է ամենաակտիվ ու գլխավոր դերակատար։ Այն ժամանակ Թուրքիան ինչի չէր միջամտում։ Թույլ էր Թուրքիան մեկ, շատ ավելի թույլ էր մեկ։ Դեռևս
Վրաստանում կանգնած էր ռուսական կորպուսը, ախալքալակի տանկային կորպուսը, որը իսկապես բավականին դեռ այն Հայաստանում էլ 102-րդ բազան է կանգնած հիմա։ Չեք կարող համատեք 102-րդ ռազմաբազան 90-ականների սկզբին եւ հիմա մեկ եւ ամենակարևորը չեք կարող համատել այսօրվա Թուրքիան 90-ականների սկզբի Թուրքիայի։ Նախ 90-ականների սկզբի Թուրքիան դեռ այդ վախը Ռուսաստանի եւ ՍՍՀ դրոշի նկատմամբ դեռևս կար հոգեբանական։ Իրանք այդ ամբողջը հասկանում էին։ Մյուսը իրանք դեռ Ռուսաստանը չէին առել։ Այսօր առել են վերևից մինչև ներքև, առել են փողով գնել են։ Չկա պաշտոնյա, որ կաշառ Թուրքից չի վերցնում, հասկանում եք։ Եթե Պեսկովի տղան տախտակի բիզնես անում թուրքերի հետ, հասկանում եք, Պեսկովը ուրեմն պետք է պաշտպանի նրանց եւ այլն, բոլորը 90-ականներին դրանք չէին մտել, 90-ականներին Ադրբեջանն էր թույլ։ Իսկ այսօր Ադրբեջանը այսօր վերահսկում է ամբողջ ռուսական establishment-ը, բայց Զախարովան, որ այդ հայտարարությունները անում, այդ օհեցնես տեղը չանում։ Զախարովան չնստի ադրբեջանցիները տարեկան մի քանի միլիոն դոլար փող է նստում զանազան բաներով եւ դա ապացուցված է, այսինքն քանի բացահայտումները դրա համար էլ խելոք էր, այսինքն Թուրքիան այն չէր, Ռուսաստանը այն չէր, Հայաստանը այն չէր 90-ականներին։ Թուրքիան թույլ էր, Ռուսաստանը դեռևս սովետի շորշոփի տակ էր, Հայաստանն էլ ուժեղ էր։ Հիմա հակառակն է։ Կարող է Ռուսաստանը չթողեց, որ Հայաստանի իշխանությունները անեն այն ինչ որ դուք ասում։ Այո, այդ զանգը եղել է ոչ թե թողեց, ինձ մարդիկ պատմել են, որ Ելցինը զանգել է Տեր Պետրոսյանին, Տեր Պետրոսյանն էլ զանգել է Նորատին։ Այդ Նորատի խոսքերն եմ ասում, Նորատ Տեր Գրիգորյանցի խոսքերը։ Իսկ երբ որ իրեն ասեցի, «А почему не слышались?» Իսկեն չլսեիք, ծերը խփեց գլխին, ասեց, «Потому что был идиотом»։ Ես պետք է շանտեղ չդնեի եւ դե առաջ գնայի։ Բայց որպես սովետական կարգապահ գեներալ ինքը դա չէր կարող անել։ Օրինակ հարավում արեցին, եթե հիշում եք, հարավն էլ չէին թողում այնտեղ առաջ գնալ եւ այլն, մարդիկ գնացին։ Հարավում, Քարվաճառում, որ Այո, այսինքն բոլոր այն տեղերը, որտեղ չեն լսել Ռուսաստանին եւ Հայաստանի ղեկավարությանը, ուրիշ բան որ Հայաստանի ղեկավարության տվյալ պահին նաեւ արգելափակում էր զենքի ու զինամթերքի եւ կամավորների գնալը, բայց ամեն պարագայում այդ հնարավորությունը կար։ Իսկ Ռուսաստանին պետք չէր, թե Հայաստանը փակեր Ադրբեջանի արտահանման ճանապարհները, խնդիրը լուծված էր։ Այլևս Ռուսաստանի դերը երրորդական էր։ Ադրբեջանի օրինակը վերցրեք։ Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ լուծեց, ըստ իրեն լուծեց Ղարաբաղի հարցը, հիմա թքած ունի Ռուսաստանի վրա։ Իսկ մեզ լուծել է։ Ըստ իշխանությունների այո, ըստ իս ոչ։ Հենց Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունն էլ դրա մասին է վկայում, բայց եթե Հայաստանը այս Ինչ է հայտարարել, որ պատրաստ է ռազմական աջակցություն ցույց տա, պատրաստ է Ղարաբաղի բանը գաղթականների հարցը։ Իսկ ինչ որ բան լսվեց մեր արտգործնախարարի։ Չէ, դե եմ ասում, եթե իշխանությունները չէ, մեր Ֆրանսիան, Ամերիկան, Անգլիան, Գերմանիան, էլ ինչ պետություն կա, քանիսը կա մակում, ասեմ դրանց անները։ Ինչքան ուզում է ասեն, եթե -1 կա, որ Հայաստանն է, որ չի արտաբերում որևէ բառ, ինչ կարելի է սպասել, պարոն Պապյան։ Դե դրա համար էլ մենք բազմիցս ասել ենք եւ ազգային ժողովրդական բևեռի հիմնական առաջնային խնդիրը դա է, որ չի կարելի ակնկալել երրորդ երկրից ավելի մեծ աջակցություն, քանի քո իշխանությունները, քո իհարկե ճակերտների մեջ անում են հակառակը։ Քո էլի։ Հակառակը եւ առաջնային խնդիրը Հայաստանում իշխանափոխությունը, բա մենք այդ ենք ասում։ Ժողովուրդ չեք ուզում ձեր երկիրը մաս-մաս սախեն, փողոց դուրս եկեք։ Դուրս եկեք բևեռը, չեք ուզում բևեռը դուրս գալ, առանձին դուրս եկեք, արեք, մի բան արեք, այդ մեզ խելք սովորացնելուց, հրահանգներ տալուց բացի, ուրիշ բան էլ մի բան էլ դուք արեք։ Գտնում եք մենք քիչ ենք անում, վատ ենք անում, շատ լավ, դուք ավելին արեք, բայց մի բան արեք։ Իսկ դուք կմիանաք, եթե իրենք ավելին անեն։ Ով։ Բևեռը։ Բա իհարկե կմիանանք։ Սրբազանը մեզանից ավելին արեց, 50,000 հանեց, մենք միացանք, որտեղ մեր գաղափարներն էր առաջ տանում։ Հրաժարական, անցումային շղթան, արտահերտ ընտրություններ։ Աջակցեցին գաղափարը աջակցեցինք։ 50,000 մարդ հանեց, որ մարդ կա 25 հոգի մարդ հանում, ասում է մեզ միացեք։ Իհարկե 25 հոգուն չենք միանա, որտեղ դա արդեն մարդ փողոց անել չի։ Իսկ մեզ միացեք, գաղափարը կարելի է վերացնել, միանանք իրար։ Չէ, բայց ինչի շուրջ միանանք։ Գաղափարը էլի։ Դե դեմ ասում, չէ, չէ։
Այստեղ երկու բան տիլի, միավորման համար երկու բան տիլի։ Մեկը պետք լինի գաղափարի ընդհանրություն, մեկը պետք լինի այն սուբյեկտը, որին դու պետք միանաս։ Այդ սուբյեկտը պիտի լինի, եթե մարդ հայտարարում է ես 70,000 հետևորդ ունեմ, բայց 70 մարդ է կարող անել փողոց, հետո գիշերը 7 հոգի են մնում, ում միանաս։ Չկա սուբյեկտը, որին պետք է միանաս, չէ՞։ Երբ որ կաթիլը առաջանում անձրևի, դա փոշիատիկի շուրջ է առաջանում։ Եթե չլինի այդ փոշիատիկը չի առաջանա կաթիլներն էլ անձրևի չեն միավորվի, վերջն էլ դառնան գետ եւ այլն։ Հիմա որսի ինչ որ մեկին միանեն, մենք ինչ դա հայտարարել ենք, հիմա էլ ենք պատրաստ, բայց այդ սուբյեկտը պիտի լինի, այդ երկու նախապայմանը պիտի լինեն, պիտի լինի գաղափարական ընդհանրություն եւ այդտեղ շատ հստակ էր, որ անցումային շրջան եւ ով որ ղեկավարելու անցումային շրջանը չի մասնակցելու հետագա ըստ այդմ Սրբազանը շատ պատշաճ կերպար էր այդ ծրագիրը իրականացնելու։ Այո, որովհետև համեմատաբար եկեղեցին ուներ ավելի դրական իմիջման, բայց ինչ տեղի ունեցավ, փոխանակ այն ուժերը, որոնք իսկապես ուզում էին կապանել մի բանի մասին, ինչ ընդամենը 1 տարի առաջ է տեղի ունեցել։ Այո, բայց տեսեք ինչ եղավ։ Որոշ ուժեր, որոնք իրենց համարում են արևմտամետ, ուղղակի դասալքեցին պայքարը, չմտան պայքարի մեջ, փոխանակ ոնց որ ասած փորձային թամբելու այդ ալիքը, դա առաջին դեպքն էր եւ տանել քո ուզած ուղղությամբ, իրանք հետ քաշվեցին, դաշտը թողեցին պրոռուսական ուժերի, պրոռուսական ուժերը թամբեցին այդ շարժումը, որը տարան մի կողմից մարելու, մի կողմից իրենց ուզությամբ, իսկ այդ խելոքները ճակերտավոր սկսեցին ասել, տեսեք, Մոսկվայի ականջներն են, բայց եթե ձեր ականջները չտանեք այդտեղ Մոսկվայի ականջներն է երևալու, այսինքն ստեղծվել էր վիճակ, երբ որ փողոցում կար զանգված, որը դժգոհ էր իշխանություններից եւ պատրաստ էր իշխանափոխության գնալու։ Ուրեմն եւ կրկնում եմ, եթե չլիներ գաղափարական ընդհանրություն, մենք չէինք աջակցի։ Այստեղ շատ հստակ պիտի հասկանալ։ Նիկոլ Փաշինյանի հրաժարական անցումային շրջան, անցումային կառավար եւ արտահերթ ընտրություններով։ Դա մեր ծրագրային հիմնադրույթներն է։ Բա մենք ո՞նց այդ բան չանենք։ Ուզում էիք, ես չեմ հասկանում, ասած Նիկոլի տապալումը ցանկացող ուժերին եւ անհատներին, որոնք օրինակ չաջակցեցին այդ շարժմանը։ Բայց ո՞վ է ցանկանում Նիկոլի։ Չգիտեմ, մարդիկ կան, մի մասը Վարշավայում նստած, մի մասը Նյու-Յորքում նստած։ Կներեք, էլի արևմտամետերը։ Հա։ Ինչով են ցանկանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ինչով են ցանկանում Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Իրանք հայտարարում են, չէ, բայց իրենց գործողությունները միշտ եղել է պրո-նիկոլական, չմոռանանք, որ նրանք կլոր սեղանի շուրջ էին նստել Նիկոլի հետ եւ այդ իմիջը, այսինքն ինչու կարողացավ Նիկոլ Փաշինյանը այսքան տարիներ արևմուտքին խաբել։ Հենց այդ ճակերտարով արևմտամետ ուժերի պատճառով, որտեվ իրենք այդ փայլը արևմտամետության տվեցին, ժողովրդավարության տվեցին, հիմա ասում են, չէ, Նիկոլ Փաշինյանը իր խոստումները չի գա, բայց չէր կատարելու, գլխից էլ պարզ էր։ Նիկոլ Փաշինյանը Բայց ով է ասում չէր կատարելու, օրինակ Հանրապետություն կուսակցությանը մինչ այժմ կուսակցությունը մինչ այժմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, այսպես ասած, դաշինքի մեջ են Երևան քաղաքի կառավարման գործում։ Իսկ ես դրա համար եմ հարցնում, ինչով էր երևում այդ ձեր նշած արևմտամետ ուժերի ցանկությունը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռանա, փոխվի։ Ես դամար ասեցի, նրանք ովքեր ուզում են Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը տապալում, ուրեմն պետք է իրանք մտնեին դաշտ։ Սա է հարցը։ Չէ, մենք բազմից ենք ասել, ես էլի կարող եմ կրկնել, որ այդ ուժերին ոչ արևմտամետ ենք համարում, ոչ էլ հակաիշխանական։ Եթե քո քայլերը նպաստում է իշխանության, իդեպ ասեմ, միայն արևմտամետերին չի վերաբերում։ Նույն Ռոբերտ Քոչարյանը, որ այսօր հականիկոլական կարգախոսներով մտնում է դաշտ, ակնհայտ է, որ այս ամբողջի նպատակն ու արդյունքը լինել է Նիկոլ Փաշինյանի իշխանության ուժեղացումը։ Որովհետև երբ որ դու ժողովրդի աչքի առաջ դնում ես Ռոբերտ Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյան, ժողովուրդը ընտրելու է Նիկոլ Փաշինյան եւ ոչ թե Ռոբերտ Քոչարյան։ Հիմա օբյեկտիվը հիմնավոր այդ կարևոր չի, դա միանշանակ է։ Այդ երկության մեջ այդպես է լինելու։ Մենք որ ասում ենք ոչ նախկին, ոչ ներկա, սրա համար ենք ասում։ Նախկինները պիտի հեռանան եւ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պիտի հեռանան, որպեսզի Որտեղից հեռան, Հայաստանից հեռան։ Չէ, քաղաքական դաշտից։
Քաղաքական դաշտից։ Նշենք էլի կոնկրետ քաղաքական դաշտից։ ստացվի որ Ի վերջո ժամանակին իշխանության չեկած ասենք արդեն մարդկանց հեռացնում եք Ինչ հեռացում, իրանք պիստել են իրանք դատվեն ուրեք։ Իրանք այդ ուր հեռանան, ընդհակառակ ես պետք չի հեռանալ, պետք չի թողել որ հեռանան։ Նայեք, ժամանակին բոլոր քննադատությունով Անդրեաս Տեր-Պետրոսյանի հանդեպ եւ ես ասացի իր մեղքն է որ մենք հաղթանակը 94-ին չձևակերպեցին ամեն պարագային 2021-ին 21-ին էր թե 18-ին ինքը հայտարարեց որ եկեք մենք 3 նախագահներս Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը չմասնակցենք ընտրություններին, իրեն գոնե առաջենքով չգան, ինքը լավ էր այդ հասկանում։ Սերժ Սարգսյանը սկզբից չէր ուզում մասնակցել։ Ինքը մասնակցեց այն դեպքում, երբ որ Քոչարյանը պնդեց, որ ինքը պիտի մասնակցի։ Եվ ինչ եղավ, եղավ այն ինչ որ տեսանք։ Հիմա նույնը կրկնվում է։ Նույնը ցավոք սրտի կրկնվում է։ Եվ սա էլ ցույց է տալիս, որ Կրեմլը շահագրգռված է Նիկոլ Փաշինյանի մնալով իշխանությանը, որովհետև առանց Կրեմլի այսպես Դաբրոյի Քոչարյանը չէր մտնի պայքարի մեջ, եւ մենք գիտենք մի երկու օր առաջ գնաց Մոսկվա եկավ այդ սա հարցեր ներկարգավորում, այդ բանը հիմա իրենք լավ գիտեն ում մեջտեղ բերեն, որպեսզի ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին աջակցի, իսկ Նիկոլ Փաշինյանից ավելի լավ տեխնացու կամ ոչ ոքի չաջակցի։ Դե ժողովուրդը եթե չէ, ժողովուրդը ինչ որ մեկին դե հիմա 50%-ը գոնե ընտրությունների կմասնակցի, 40%-ը կմասնակցի։ Այդպես վստահ մի ասեք։ Չէ, կմասնակցի, որովհետև չէ, բանակ կա, ոստիկանություն կա։ Դե չեղավ դա մասնակցություն։ Չէ, հիմա ես ասում եմ միջոցառման անցկացում, եթե բանակ, ոստիկանություն։ Բայց ձև էլ լինելու է, կասկածում եք։ Կառուցվածք չեմ կասկածում։ Պաշտոնապես երկրությունների մասին չենք խոսում միջոցառման մասին։ Դրա համար էլ էլի վերադառնանք այն մեր նախապայմաններին, որը մենք ասում ենք, որ պիտի ոչ միայն հավասար իրավունքներ տրվեն, այլ հավասար հնարավորություններ պիտի տրվեն ընտրությունների ժամանակ։ Ինչ ասում հավասար հնարավորություններ։ Օրինակի համար պիտի խիստ վերահսկեն ֆինանսական միջոցների կիրառումը ընտրությունների ժամանակ, որովհետև այսինքն ազգային ժողովրդական բևեռի համար մեր դաշտը ժողովուրդը 50-100 $100 նվիրատվություններ անում, իրանք օլիգարխիկ կուսակցություններ են, թալաներ են այս ժողովրդին, մի բան էլ դրսից են աջակցություն ստանում, միլիոնավոր $, եւ այդ միլիոնավոր $-ները օրինական եւ անօրինական ձևով օգտագործում են։ Մենք չենք դա, գիտեք, հավասար կարողանում եք դուք էլ դրսից ստացեք։ Դուք չեք ստանում, դա անօրինական է, չէ, մի րոպե, չէ։ Դրսից ստացելը հետեւյալն է, եթե դա Հայաստանի քաղաքացին է նվիրատվություն անում ոնց որ Հայաստանի քաղաքացու անունով են նվիրատվություն բերում նրանք էլ։ Հասկանալի է, բայց Ադրբեջանի կառավարության անունով նվիրատվություն չեն բերում։ Չէ, երբ որ հենց այս ընտրությունները ցույց տվեցին, երբ որ մարդը, որի տարեկան եկամուտը պայմանական ասած $3000-ից ավել չի, եւ նա $5000 նվիրատվություն է անում, ակնհայտ է, որ այդ իր գումարը չի։ Եվ շատերը ընդունեցին, որ սկի լուրել չունեն կամ այսինքն իրենց անունով է փոխանցում։ Դրանով ասացի, որ ճիշտ վերահսկվի, այդ միայն Հայաստանը չէ այդ խնդիրները։ Օրինակ Կանադայում մի հատ փորձեք բան արեք, $100 զեղծարարություն գտնեն այդ նույն, ասենք ծախսը իրականացնես եւ թույլ չտաս։ Իսկույն կուսակցությանը կանեն ընտրապայքարից։ Ես ականատես եմ եղել $170 համար կանադական, որը $100 հազիվ անում ամերիկյան կառավարող կուսակցությանը այնա բան էին անում ընտրապայքարից հանում էին մինչև կարողացան ապացուցեն որ եւ դրա որ իրենց միև դա ծախսերը ավելի քիչ են քան առաստաղնա չէ խոսքը սրա մասն է իսկ Նիկոլ Փաշինյանն ինչ անում բանակը լրիվ իր ձեռն այև քվյարկելու այդ օկտին անվտանգություն ոստիկանություն շահացան ընտրությունների համար բանակ ունենք երկիր պաշտպանելու համար բանակ պիտի չունենան այո ձև էլ կա բննել ոստիկանություն է եթե երկիր պաշտպանելը լիներ կարևոր ուրեմն բանակի սպան ավելի պիտի բարձր աշխատավարձ ստանար քան ոստիկանության սպան եւ ավելի հագեցված լիներ չէ բայց մենք դա չենք տեսնում մենք լրիվ հակառակն ենք տեսնում դրա համար որովհետև էլ եմ կրկնում Նիկոլ Փաշինյանի նպատակը երկիրը պաշտպանելը չէ սեփական աթոռը պաշտպանելն է դրա համար էսա չէ արևմուտքի դերը այստեղ սխալն ինչու՞մն է որ ինքը գոնե այն լրատվական հնարավորությունները որ Ռուսաստանն ունի եւ կարելի է օրենքը պահպանելով մտնել լրատվական դաշտ դա անի այսօր ինչ ասեմ ստորացուցիչ է երբ որ հայ մարդը նույն չգիտեմ
Պակիստանա, Հնդկաստանյա կամ Ուկրաինա, Ռուսաստան այդ պատերազմներին նայումա Ռուսաստանի աչքերով, որովհետև իր լրատվության դաշտում լցված է այդ ռուսական տեղեկատվությունը, բայց մի հատ էլ գոնե մի հատ կողքից էլ լսի ավելի չեզոք, որսի ճիշտ պատկերացումներ ունենա։ Տեսեք, դուք ասում եք, որը ճիշտ է, թե ինչ ռմբակոծություն եւ ԱԹՍ-ներով հարված ասցրել Ռուսաստանը Ուկրաինային, ճիշտ է։ Բա հակառակը դաշտը լցված չի, երբ որ կարեմտյան աղբյուրներն ես կարդում, դրանք էլ այնքան են գրում Ուֆայի ամենամեծ նավթավերամշական գործարան, մյուսն էլ ուկրաինացիք են ոչինչ ասել, բայց դրա մասին դուք հայկական դաշտում չեք կարող լսել, դա համար մարդկանց մեջ այն խեղաթյուրված պատկերն անում, որ հեսա Ռուսաստանը հաղթում է, չի հաղթում Ռուսաստանը, հաղթողելներ ինչ որ արդյունքի պիտի ասած են։ Ես մի շատ լավ բան ասեմ Ուկրաինայի համար, եթե Ռուսաստանը իրանական շահեդներով է հարվածում Ուկրաինային, ապա Ուկրաինան սեփական արտադրության լյութի ԱԹՍ-ներով է հարձակվում, հարվածում Ռուսաստանին։ Լյութին սեփական ուկրաինական զինագործների արտադրած եւ իրանք նոր հրթիռներ են մշակել ահագին եւ ահագին այս պատերազմը, այսպես ասեմ, SVO-ից հատուկ ռազմական օպերացիայից Պուտինն էլ դա արդեն ըստ էության ընդունել է եւ հայտարարել է իր մայիսի 11-ի գիշերային հարցազրույցում, որ պատերազմական գործողություններ են դրանք, ոչ թե հատուկ ռազմական օպերացիա։ Նայեք, այս պատերազմով Ռուսաստանը մեռնող ուծացման գնացած ուկրաինացի ժողովրդից, մեռնող ես նկատնում ռուսացման առումով, սարքեց այսպես կոշտ, կոպիտ, ազգայնական Ուկրաինա, այսինքն ինքը զորով սարքեց իր դեմ այս ժողովրդին, այն մարդիկ, ովքեր շատ Ուկրաինայում մեղ վերաբերմունք ունեին Ռուսաստանի նկատմամբ, այսօր այս ամբողջը տեսնելով հակադրվում են Ռուսաստան, դա շատ նման է այն հայտնի Խրիմյան հայրիկի նկարը կա Սուրենյանցի, որ հայկական դպրոցները որ փակելու հրահանգ եկավ եւ ասում են որ դրանից հետո մարդիկ ովքեր իրենց երեխաներին ռուսական դպրոց են սկսեցին տանել թակուն եւ հայերեն սովորեցնել։ Նույնն է եղավ հակադրվելու ժողովուրդ արժանապատվություն ունի ընդհանրապես ցանկացած ժողովուրդ։ Եվ եթե դու գալիս ես մտնում ես իրատուն եւ դու պարտադրում ես ասում ես այսպես պիտի լինի անգամ այդ մեղ մարդիկ են քո դեմ տրամադրում գումարած այդ օրական 20-30 քաղաքացիական մարդ է զոհվում երեխաներ եւ այլ այն օրը ես նայում եմ մի ընտանիքից ռուսական հրթիռից 3 երեխա 14 8 եւ 6 տարեկան զոհվել հիմա դուք պատկերացնում եք չէ այդ հարազատները այդ շրջապատը ովքեր ճանաչում են եթե անգամ պրոռուսական էին, այսօր դառնալու են թունդ հակառուս։ Սա է հարցը։ Ռուսաստանի ստրատեգիական պարտությունը դրա մեջ է, թե չէ 100,000 կիլոմետր ավել ու պակաս Ռուսաստանի խնդիրը չի լուծելու։ Խնդիրն է արդյոք այդ հարազատ եղբայրական ժողովուրդը, որը կար իրենից դեպի արևմուտք, այդպեսին կմնա, թե չէ։ Ես կարծում եմ, որ առաջիկալը 2 սերունդը հաստատ այդպեսին չի։ Ես ուզում ասեի, որ 3-4 սերունդ դուք ավելի քիչ ասեցիք։ Ինչ կլինի, բայց այդպես է։ Նայեք, մենք թուրքերի հետ ինչպես է սերունդ մեր ատելությունը գնում է նոր ինչ որ։ Այո, որտեղ արդարություն չի հաստատվել, հատուցում չի եղել։ Հա, հիմա նույնը Ուկրաինայում։ Պարոն Պապյան, պատահական չի, որ այսօր դուք եք հյուրը հաղորդաշարի մայիս 28 նախ շնորհավորում եմ ձեզ։ Ձեզ նույնպես։ Խնդրում եմ կարծիք էլի։ Ինչ էր մայիս 28-ը մեր ժողովրդի համար 107 տարի առաջ, ինչ վիճակում էինք, ինչ վիճակում պիտի լինեինք, որ չկարողացանք լինել։ Եվ այսօր էլ շատ հակասական բոլորին հայտնի է, որ պարոն Պապյանը Վիլսոնյան Հայաստանի այն ջատագովն է, որ ես օրինակ Վիլսոնի մասին լսել եմ ձեր շուրթերից, ձեր հաղորդումներից, անկեղծ եմ ասում։ Միգուցե մի քիչ ավելի, որ դեռ այն ժամանակ շատ երիտասարդ էի, այդ ժամանակ եմ լսել Վիլսոնյան Հայաստան, այս ինչ իրավարար վճիռ է եւ հիմա նորից եմ ասում, պատական չի, որ դուք եք հյուրը։ Եվ այսօր շատ մարդիկ այդ Վիլսոնյան Հայաստանի գաղափարը գնում է մի խոսքով այդ գաղափարի նսեմացման, այսպես վարկաբեկման գործընթաց։ Ինչ կասեք։ Նախ ուզում եմ ասել, որ մայիս 28-ը
դա մեր նորագույն պատմության ամենակարևոր իրադարձությունն է։ Թեև պատմական արդարության համար պիտի ասել, որ հայերը ոչ պատրաստ էին, ոչ էլ ուզում էին անկախություն։ Դա հարկադրված քայլ է եղել։ Եվ այս մեր անկախության ասպես ասած հռչակագրի մեջ այնտեղ անկախության բառն էլ չկա։ Դա հունիսի սկզբին կարծեմ 2-ին թե 4-ին գրվեց, որ հայտարարում ազգային խորհուրդը հայաբնակ բոլոր շրջանների գերագույն իշխանությունը, որտեղ պարզապես լուծարվել էր այդ այսպես ասած անդրկովկասյան սեյմը, Վրաստանը սկզբից իր անկախությունը, հետո Ադրբեջանը մենք մնացել ենք միայնակ։ Բայց սա չի, կարևորը այն է, որ դա սկզբնավորեց մի գործընթաց անկախ պետականության կերտման։ Եվ այդ պետականությունը, այո, երբ որ ռուսական ազդեցությունը թույլ էր, արդեն 19 թվականին մենք կարողացանք շատ ավելի մեծ տարածք վերահսկել, այն նույն ամերիկյան օգնությունը, որտեղ սա շատ կարևոր է, շատերը մոռանում են, միայն Wilson իրավարար վճիռը, բամյատ նաև քանի տասնյակ հազարավոր տոնաների սնունդ է եկել Հայաստան, այդ 100 հազարավոր որբերին ով էր պահում, այդով ամերիկացիք էին պահում։ Այդ մոռանալը այդպիսի մարդկանց հատուկ երևի թե նայեք վերջերս էր, չէ, 80-ամյակ էին նշում, մեծ հայրենականի, չգիտեմ, բերվել, ու ոչ ոք չէր նշում Լենդ-լիզի մասին, որը 41 թվականի օգոստոսի 31-ին արդեն առաջի պարտիա, զենք, զինամթերք, տեխնիկա, ամեն ինչը, սնունդը, Արխանգելսկ, Մուրմանսկ նավահանգիստները հյուսիսային ճանապարհով Ամերիկան հասցրեց։ 3 ճանապարհով հասցրել Եվ 5 տարի անընդհատ unlimit այո սովետական միությանը օգնել է։ 11.5 միլիարդ այն ժամանակվա փողով դա օգնություն էր եւ այլն։ Կներեք իհարկե։ Այդ մարդկանց դա բնորոշ ասած հետեւյալն է։ Հիմա ինչու են փորձում նսեմացնել Ուիլսոնի իրավարար վճիռ եւ այլն, որովհետեւ լավ են հասկանում, որ դա շատ կարեւոր փաստաթուղթ է։ Աշխարհում քիչ կան պետություններ, որոնց սահմանները նույնպիսի իրավական լրջագույն գործընթացով եւ փաստաթղթերով հաստատված են, ինչպես Հայաստանի Հանրապետությունն է։ Բանը նայեք, Թուրքիայի սահմանը միանշանակ անվիճելիորեն Ուիլսոնի իրավարար վճիռն է, այն որ ասում է ինչ ուզում են անեն եւ իդեպ նաեւ թուրքերի մեջ այդ վախը կա։ Նիկոլես քաղաքականություն արդյունք չի տալու, որտեղ իրանք լավ են հասկանում, որ իրավարար վճիռը կայացվել է բրիտանական կայսրության, Ֆրանսիայի եւ Իտալիայի հայցադիմումի վրա եւ կայացնողը Միացյալ Նահանգներն է։ Շահառուն Հայաստանն է, բայց Հայաստանը չի կարող այդ փաստաթղթի ճակատագիրը որոշի, չի կարող հրաժարվի։ Ոնց ասում Քիբարն այս գործին մեջ պաշտոնական անձ չէ։ Հա, ինքը չկա, իրան ասում է սա է։ Իդեպ ասեմ, շատ ամերիկացիներ դեմ էին այս վճիռին, որտեղ գտնում էին, որ Հայաստանին ավելին պիտի տրվեր, նաև Հայաստանն էլ առանձնապես գոհ չէր, բայց սա է իրողությունը։ Արևելյան մասով դա ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովն է որոշել։ Ով որ գտնում է, որ հանձնաժողովի որոշումը, չգիտեմ, իրավական չի, թույլ չի, բան, եկեք թող միջազգային դատարանը որոշի։ Ազգերի լիգայի հանձնաժողովն է իրավասու որոշելու այդ սահմանները, թե Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության կավբյուրոն։ Իհարկե կավբյուրոն։ Իրենց հան կավբյուրոն եւ այլ։ Այսինքն սա շատ կարեւոր բան է, տեսեք, շատերը չեն ուզում հասկանան, որ իրենք ջուր են լցնում Ալիևի ջրաղացին, որովհետեւ Ալիևի բոլոր Հայաստանի Հանրապետության դեմ եւ Բաքվում նստածների բանտում եւ այլն դեմ օգտագործում այն հիմնադրույթը, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Հետևաբար ով որ այնտեղ զենքը ցերին եղել է, ուրեմն ինքը պիտի դատապարտվի։ Հանցագործ է պատերազմական հանցագործ, դու օկուպացիա ես ենթարկել։ Տեղից էլ բխում է նյութական հատուցումների հարցը, որ հանքեր եք օգտագործել եւ այլն։ Անկամ եթե մենք մի կողմ դնենք վերադարձի իրավունքը, մեր հողերի իրավունքների հարցը, գոնե կանխելու համար մեր դեմ այս Նիկոլյան Հայաստանի դեմ այդ ռազմատուգանքներն ու բանը մենք պիտի գնանք այդ ճանապարհով, այսինքն գոնե դե յուրե պիտի ցույց տանք, որ մեր սահմանները սովետական Հայաստանին չեն եւ չէին էլ կարող ունել այլ ուրիշ, որպեսզի դուրս մնանք այդ բաներից, նրանց նկարտումներից։ Երբ որ Նիկոլն ասում է, այս ամբողջը սկսեց երբ որ Նիկոլ Փաշինյանն ասեց սովետական Հայաստանի կոնցեպցիան առաջ քաշեց, իրական Հայաստանի։ Դե որ իրական Հայաստանը սա է, ասում են ուրեմն դուք ովքեր որ եղել է ծառայել է Ղարաբաղում, ուրեմն պատերազմական հանցագործ է, դուք 30 տարի օկուպացել եք, հիմա պիտի մուծվեք այդ 30 տարվա համար։ Այդ իրական Հայաստանը բերում է այս Հայաստանի կործանմանը, դա իրական չի։ Դուք պետք է ասես իրական Հայաստանի գաղափարախոսությունը բերում է իրական Հայաստանի կործանմանը։ Այո,
Այո, դու հիմք ես տանով տալիս Ադրբեջանը եւ Ադրբեջանը սկսեց այս նկարտումները ավելի բարձրաձայնել հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարություններից հետո եւ տեսեք արդեն իրենք արդեն ոչ միայն հնչեցնում են անուններ այն անձանց ովքեր բանտերում են Բաքվի, այլ նաեւ իրենք աստիճանաբար գալիս են հայաստանյան, այսինքն այն բոլոր զինծառայողները, ովքեր ծառայել են կամավոր կամ զորակոչի ենթարկվելով Ղարաբաղի տարածքով իրենց համար պատերազմական անցագործներ են։ Իհարկե իրանք չեն ուզելու պահանջելու որ բոլորին դատեն, բայց իրանք հաստատ բարձրացնել են ու առնվազն 200-300 անուն էքստրադիցիայի հարց են դնելու, որ սրանք պատերազմական հանցագործներ են եւ առանց սրանց էքստրադիցիայի որևէ խաղաղություն ու խաղաղության պայմանագիր չի լինելու։ Բոլորին ուզելու են։ Իսկ բնական չի, եթե Արկադի Ղուկասյան եւ Արայիկ Հարությունյան են դատում, որոնք ամենաթունդ ու լավ կռվողները չեն եղել, ինչի իրանք չպետք է ուզեն մյուսներին։ Օրինակ նույն Նորադ Տեր Գրիգորյանից բանից Ռուսաստանից առայժմ իհարկե չեն անձնում տարիքով մարդա, բայց մենք ինչ գիտենք։ Իրանք ստորագրել են, չէ՞, 22 թվականի փետրվարի 22-ին ստրատեգիական գործընկերության հռչակագիրը, որի պատճառով արդեն 2 թալիշ առաջնորդ ղեկավար Ռուսաստանից էքստրադիցիայի ենթարկվել եւ դատվում են բանում Բաքվում։ Մարդը պահանջում է, ասում է, այստեղ Եկատերինբուրգում այս մարդը ղեկավարում է թալիշական ազգային ինչ որ բան է, որը ուղղված է մեր դեմ, մենք կետ ունենք, որ որևէ մեկը չպետք է հանդուրժենք, որ մեր տարածքում մեր դեմ ինչ որ բաներ լինի, քայլեր, բանը 2 հոգի, մեկը Բելարուսից, մեկը Ռուսաստանից, եւ սա շարունակվելու է։ Եվ իրանք սա տասնյակ եւ տասնյակ եւ ինչ են անում, փախցնում են այդ մարդկանց Ռուսաստանից։ Հիմա փախցնում են Ռուսաստանից, իսկ ինչ երաշխիք կա, որ վաղը չեն փախցնելու Հայաստանից։ Իսկ որ մարդիկ սպարտիվկով են անցել իրենց քթի տակով։ Այդ էլ արդեն այլ կասկածի հարց է, որովհետև չես հասկանում ոնց է լինում, որ շատ ավելի բան մարդկանց էլի ոչ մասնակից, օրինակ Ռուբեն Վարդանյանը ոչ առաջի պատերազմին է մասնակցել, որ եղել է ինչ որ պաշտոնյա եւ այլն, հիմա բան այսինքն բարեր ար ասենք լավ։ Դե ինչ որ բարեր ար, ինչ որ հարցեր արել, Թեկուզևորյան մեղադրում են, ասում են, որ իրա փողերով ինչ որ բան է, բայց հա, բայց ամեն դեպքում ինքը կռվին մասնակցություն չի ունեցել, չի եղել։ Իրեն ոչ բռնում են, տանում են, իսկ մարդկանց ովքեր եղել են ըստ իրենց թիվ 1 կռվողը Ադրբեջանի մեկ դեմ առաջի համաշխարհային առաջի Ղարաբաղի պատերազմի ժամանակ եւ հանգիստ չեն ճանաչում, անցնում են, չէ՞, ինչի վարորդներին ճանաչում են իրենց, չէ։ Դա լուրջ կասկածներ է տալիս դրա համար։ Չէ, այդ լուրջ կասկածները նաեւ բերում են նրան, որ այդ նույն մարդիկ կարողանում են հայտարարել, որ Հայաստանի միակ ուղին թուրքալեզու համայնքին երկրների միասնության ինտեգրվելն է։ Ստեղից էլ սկսում ենք մտածել միգուցե հենց դրա համար են իրենց թույլ տվել անցնել, որպեսզի նման գաղափարներ հնչեցվի։ Ոնց ասած ազատության գինը դա է։ Մտածել թե համոզմունք հայտնել։ Դե համոզմունքը ավելի բան է, չէ, ամեն դեպքում սենց ասենք, ոնց էր կոչվում մի ինչ որ իրավական տերմին կա, որի իմաստն է, որ բավարար հիմք են կարան նման եզրակացության համար։ Խելամիտ, կարծեմ խելամիտ ինչ որ բան էր, թե ինչ էր նման, հա։ Այդ իրավաբանները թող։ Հա, այդ թող այդ բան անեն, հա։ Շնորհակալություն ինձ հյուրընկալվելու համար, պարոն Պապյան։ Նորից ու կրկին շնորհավոր մայիս 28, շնորհավոր մեր անկախության օր, շնորհավոր, քանզի այդ օրը ջնջել չի լինի, չի լինելու որևէ մեկի մտքով, ով էլ որ նա լինի, ինչ պաշտոն էլ զբաղեցնի, անցնի, պետք է հասկանա, որ պաշտոնյան ընդամենը պատմության մի փոքր փոշու հատիկի չափ։ Մեր վարձու աշխատողը, սա էլ են մոռանում, ժողովրդի վարձու աշխատողը։ Փոքր փոշու հատիկի չափ մեկն է պատմության մեջ, պատմության առաջ, եւ երբեք ու երբևէ չի կարող շրջել, կանգնեցնել կամ փոխել պատմության ընթացքը եւ անիվը։ Շնորհակալություն, ցտեսություն, կրկին շնորհավոր մայիս 28, թող մայիս 28-ի եռագույնը անվերջ հաղթական փողփողա մեր երկրի վրա։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։